եկեղեցու դեմ արշավին եւ ընդհանրապես քաղաքացիական ազատությանը, ինչպես է գնահատում նմանատիպ միջոցառումները։ Շատ կարևոր է։ Շատ կարևոր են եւ մեր պետության պետականության համար են կարևոր, որ ձայն հնչի, ճշմարտության ձայն հնչի եւ նաեւ ինչ-որ իմաստով հոգեվորականությանը մի տեսակ այսպես որպես աջակցություն այդ ճշմարտության դիրքերում մնալու համար։ Ես շատ կարևոր եմ։ Այ ասեք ինչ ճնշումները, որովհետեւ անմարտկային են եւ կարծում կարիքը կա, որ մեր հատկապես քաղաքացիական հասարակության եւ քաղաքական դաշտի նաեւ կարևոր ազդեցիկ դերակատարները իրենց հստակ դիրքորոշումը արտահայտեն, որտեղ այստեղ նաեւ սահմանադրության եւ սահմանադրականության խախտման հետ կապված հստակ դրսևորումներ կան։ Մեր երկրում արդարադատության ընդհանուր իրավիճակի հետ կապված մենք խնդիրներ ենք տեսնում, կապված ազատ տեղաշարժի, վանքերի սեփականության, ուրեմն մարդու անձնական կյանքի մեջ ներխուժման, ազատությունների եւ հատկապես կառուցակարգային իմաստով եկեղեցի պետություն կամ աշխարհիկ եւ հոգեվոր իշխանություններ այդ ուրեմն միջամտությունների առումով, որպեսզի մենք կարողանանք ավելի այսպես զորակցություն ստեղծել։ Այս բացի այս նման հարային քննարկումներից ակցիան հետ ունեք եկեղեցին ինքը ինչ որ բան պետք է անի արդյոք, որ Փաշինյանը ինչպես իր բառերով ասած չհասնի վեհարան վեհից ազատելու համար։ Եկեղեցու քայլերը դրանք արվում են ժողովական ձևաչափով, եպիսկոպոսական մակարդակով, գերագույն հոգևոր խորհրդի մակարդակով, միաբանական ժողովի մակարդակով, թեմերում քահանաների, այսինքն ժողովական մակարդակով է արվում։ Հայ Ռուբեն, երբ որ Կիրակի օրը եւ նաեւ ներողություն հայտարարությունների տեսքով։ Այլ քայլեր չի կարող, թե չի ուզում, թե պատրաստ չի, թե մտածում է գուցե գնանք։ Եթե նկատի ունեք, որ հանրահավաքներ, մանիֆեստացիաներ չեմ կարծում, որ դա ճիշտ ճանապարհ է։ շատ կցանկանայինք իմանալ, այ դուք ասում եք անմարտկային ճնշումներ կան, հիմա եկեղեցու նկատմամբ, այ եկեղեցին ներսից որքանով է միասնական, քանի որ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Արարատում է մասնակցելու պատարագի եւ այնտեղ քահանան, մյուս քահանան այսպես պատարագ է մատուցելու, այսինքն այս հարցում ինչ որ տարակարծություններ կան եկեղեցու ներսում։ Տեսեք, եկեղեցու հանդեպ ճնշում չասեմ, բայց բացասական վերաբերմունքը 2018 թվականից չէ, որ սկսվել է։ Դրա գաղափարական, նախապատրաստական հիմքերը դրվել են դրանից առաջ։ Սեմինարների, տարբեր կազմակերպությունների, մարդկանց ուրեմն մտածողությունը փոխելու, ինքը այդ գործընթացը վաղուց է, մենք միշտ նկատել ենք եւ փորձել ենք ինչ-որ իմաստով հանրային ելույթների միջոցով զգուշացնել, որ հասարակությունը ամեն դեպքում չմոլորվի։ 18 թվականից այս կողմ արդեն աստիճանաբար դրանք մտան ինստիտուցիոնալ փուլ, որոշակի օրենքների փոփոխության, որոշակի սահմանափակումների, վերջի տարիներին հատկապես արցախյան ուրեմն պատերազմի պարտությունից հետո եւ հստակ հնչեց եկեղեցու կողմից վերաբերմունք արդեն արճակատում սկսվեց եւ այս իմաստով մենք ունենք եպիսկոպոսական դաս, մենք ունենք միաբանություն, վարդապետներ, աբեղաններ եւ ունենք 700-ի հաստող մոտարապես հոգեվորականություն։ Այդ հոգեվորականների մեծ մասը ծառայում են Հայաստանից դուրս։ Այսինքն այն ինչ որ դուք տեսնում եք 1, 2, 3 քահանա եւ որոշ բարձրաստիճան հոգեվորականների այսպես ասած ոչ խստապահանջ կամ ոչ քննադատական
ելույթներ վերաբերվող իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ, պատկերը սա է։ Դուք գնահատեք միասնականը թե ոչ։ Այդ ամեն դեպքում Մայրաթովում հավաքը կարծես թե տեղի է ունենալու, ինչպես Փաշինյանն էր ասել Մայրաթովի հարակից տարածքում, որտեղ ասաց, որ այդ Չմիասնի ընտրություններում հաղթելը գործից ազդակ է, որպես իրեք այդ գործընթացը սկսել։ Ամեն հայոց կաթողիկոսին ընտրվում է ազգային եկեղեցական ժողովը, որի 1/3-ը հոգևորականներ են, 2/3-ը աշխարհականներ են։ Ազգային եկեղեցական ժողովը ձևավորվում է Հայաստանի եւ Սփյուռքի, այսինքն հայ առաքելական Սուրբ եկեղեցու Էջմիածնի թևի բոլոր թեմերից եկած ներկայացուցիչների կողմից, որի մեծագույն մասը դրսից է։ Հայաստանի ղեկավարը, եթե հավակնում է գահակալ փոխել, դա իմ գնահատմամբ ուրեմն մանդատի չարաշահում է։ Լավ, որտեղ Էջմիածնում նստող գահակալը հայաստանցիների կողմից չէ ընտրված եւ միայն Հայաստանի թեմերից չէ, որ ընտրված է։ Երկրորդը, այդ աշխարհականներն են, որ գալիս են, նրանք գալիս են, որովհետեւ իրենք թեմ են ներկայացնում եպիսկոպոսի գլխավորությամբ։ Այսինքն, եթե չկա եպիսկոպոս, չկա թեմ։ Եվ չկա այդ ժողովուրդը, որ ինչ որ իմաստով ժողովրդավարության պատկեր է տալիս, որտեղ ուրիշ եկեղեցիներում, հատկապես օրթոդոքս աշխարհում, կաթոլիկ աշխարհում լավ գիտեք, գահակալների ընտրությանը ժողովուրդը չի մասնակցում։ Մասնակցում են զուտ հոգևորականները։ Լավ, մեր եկեղեցին այդ առումով որոշակի այսպես ժողովրդական բնույթ ունի։ Հիմա, եթե Հայաստանը ներկայացնող իշխանությունը հավակնում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որը Փառք Աստծո պատմության բերումով գահը Էջմիածնում է, այսինքն այսօրվա անկախ Հայաստանի տարածքում է։ Եթե փորձում է գահակալի փոփոխության մեջ, այսինքն եկեղեցու ներքին գործերի մեջ խառնվել, սա մանդատի չարաշահում է։ Այս արժանատումը ինչով է ավարտվել, դուք ինչ եք տեսնում։ Տեսեք, կառավարություն, եկեղեցի, հիմա փաստորեն արժանատում են, փոխադարձ մեղադրանքներ են հնչում, ասում են դուք եք մտել քաղաքականություն, իսկ կողմից են ասում են դուք իրավունք չունեք խառնվել մեր գործերին։ Ես հույս ունեմ, որ այս արճակատումից չի դուրժի մեր պետականությունը եւ չի դուրժի մեր Սուրբ եկեղեցու միասնականությունը։ Առաջն Աստված։ Շնորհակալություն շեֆ։